Ես օրեր ա լինում առանց չափազանցության քնելուց առաջ մտածում եմ, որ երբ անցնելու է ժամերը շուտ զարթնեմ։ Եղել է որոշում, որը որ ավելի շատ սրտով ես արել, ոչ թե հաշվարկով։ Ես շատ եմ տեղ տալի ինստինկտ ասածին, շատ հազվադեպ ա լինում, որ բնազդը ինձ քաշում է։ Ինչ ես կարծում, որն է քո հաջողության բանաձևը։ Շնորհակալ լինես ամեն ինչի համար, վարես այդ շնորհակալության գիրկը, չմոռանաս ոչ մեկին ու դե շարժվես առաջ։ Քո յուրահատկությունը ո՞րն է։ Որ մի հատիկ կա իրանից ամբողջ աշխարհ։ Ողջույն Գելչան։ Ողջույն Էդգարյան, ողջույն Էլենջան։ 15 տարի, 16 տարի նույնիսկ առաջ դու սկսեցիր մի հատ աշխատանք, որ այսօր կոչվում է F-net, որ հետ եթանք 16 տարի։ Բարդ ասեմ, թե ամենայն որ հետաքրքիր է ասեմ, մի հատ իշոր sense կորիզային մի հատ փուլ, որ այդ ժամանակ տեղի ունեցավ ու դու որոշեցիր սկսես կամ դուք որոշեցիք սկսեք ընկերներով։ Նախ 17 տարի առաջ, ապրիլ-մայիս ամիսներին էր, երբ որ տենց գաղափարը արդեն full հասունացավ ու պատրաստ էր ոնց որ արդեն քայլերի հերթականության դասավորվեր, կազմակերպությունը գրանցեց օգոստոսի 4-ին, հենց որ մենք այս տարի օգոստոսի 4-ին մեր 17 տարեկանն ենք նշելու։ Եթե հետ գնանք 17 տարի առաջ, հենց հստակ բան չեմ հիշի, բայց կարամ միանշանակ ասեմ, որ դա ոչ թե իմ, գաղափարը կար, ոնց որ կար մարդիկ, ում հետ որ մենք ծանոթացանք, հետո ընկերացանք, ում միջոցով այդ ամեն ինչը իրականացավ, բայց կարամ միանշանակ ասեմ, հետ նայելով այդ 17 տարի առաջվա 23 տարեկան երիտասարդ տղաներին, կարամ միանշանակ ասեմ, որ դա եթե բաժանեմ տոկոսների, 10% ոնց որ մեր նախաձեռնություններ, 90% ի վերուս տված ոնց որ օրհնություն էր, որը որ եկավ ու ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին, ճիշտ որոշում ու ոնց որ այդ օրհնությունը մինչև որս էլ մենք զգում ենք ու դրա մեծ մասը ոնց որ հաջողության հենց այդ էր։ Հետաքրքիր է, այսինքն բիզնեսը ինքը իրանով ոչ թե տենց հաշվարկներ է ավելի շատ ու ոնց որ տենց որոշումը ոնց որ ասացի շատ կարևոր է, բայց փաստորեն ինչ որ մի հատ այլ ուժ կա, որ դա պետքա ճիշտ այդ պահին բռնես, հասկանաս կամ Ես հավատում եմ, որ կա ոնց որ տարբեր քաղաքակրթություններում տարբեր ձև են ասում, մարդիկ կան Աստված են ասում, մարդիկ կան Աստծուն ուրիշ, դեզերք են ասում, մարդիկ կան Աստծուն ուրիշ անունով են ասում, բայց այո, ես հավատում եմ, որ Աստծու միջամտությունը մեր հաջողության գրավականի մեջ մեծ դեր ուներ, կարելի ասել գերակշռող դեր ուներ, որը որ մեզ բերեց հենց հաջողության։ Ու հավատում եմ այն, որ Աստված բոլորին է տալիս հնարավորություններ ու բիզնեսի անկախ նրանից դա կլինի բիզնեսի անձնական կյանքի հաջողությունների համար, աշխատանքային, պարտադիր չի դու բիզնեսմեն ես աշխատանքի մեջ հաջողվելու համար, բոլորին տալիս է հնարավորություններ, հենց այդտեղ է որոշվում մարդու այդ հնարավորությունից օգտվելու ունակությունը, որը որ հենց Աստված է մարդուն տվել, ասել է ոնց որ հնարավորությունը որոշում կայացնելը քոնն է, կուզես լավը կանես, կուզես որոշումը դու ես կայացնում ու հենց այդ մասում է, որ մարդիկ տարբեր մտածելակերպերի, անգլերեն այդ mindset ասած է, ոնց որ բնավորության, խառնվածքի մարդիկ տարբեր որոշումներ են կայացնում, գնան բիզնեսի ճանապարհով, գնան աշխատելու, աշխատանքի վայրում կարիերա կառուցելու ու ընտանիքում ինչ հաջողությունների հասնելու։ Իսկ օրինակ այս 17 տարիների ընթացքում ինչը կուզենայիր, որ առաջ չլինեիր։ Որ հետ նայեմ, իրականում որ sense հետ եմ նայում ու ընդհանրապես իմ կյանքի կարգախոսներից մեկը այն է, որ երբեք չփոշմանեմ արածների համար, այլ կան դեպքեր, որ հետ եմ նայում ու փոշմանում եմ, որ այս պահին պետք է ինչ-որ մի բան անեի ու չեմ արել ու փորձում եմ ընդհանրապես այսօր էլ այնպես ապրել, որ վաղը հետ նայեմ, ասեմ այս մի բանը արել եմ, չի ստացվել ու այսօրվա փորձը հաշվի առնելով մտածեմ, որ կարայի ուրիշ ձև անեի, բայց երբեք չմտածեմ, որ այս մի բանը չեմ արել, կարայի անեի ու լավ լիներ։ Դա համար ոնց որ միշտ կյանքում նախընտրելի է երբեք
բաց չթողել, անել, թեկուզ սխալ լինի, կանց թե չանել, հետո փոշմանել, որ չեն կարելի։ Արածների համար չեն փոշմանում, ավելի շատ չարածների համար։ Արածները մեծ հաշվով դրանք, եթե կրիտիկական սխալներ չեն, ու Փառք Աստծո ոնց որ կրիտիկական սխալներ չկան, դրանք փորձ են, որը ձեռք է բերում ապագայում ավելի լավ, ավելի փորձառու լինելու, ավելի մասնագետ լինելու, ավելի հմուտ լինելու, իմաստուն լինելու համար։ Գևորգ ջան, ամենադժվար տնտեսական որոշումը, որ կայացրել ես այս տարիների ընթացքում, էմոցիոնալ առումով եւ մնացած բոլոր առումներով, ֆինանսական առումով, որն է եղել։ Ես էլի որ հետ գնամ 17 տարի առաջ, ես ու ընկերս, մասնավորապես երբ որ տենց ներդրումներ էինք անում ու այդ ժամանակ ոնց որ գաղտնիք չեմ պահի, ոչ ես, ոչ ընկերս տենց ակադեմիկ կրթություն չունեինք բավական, որ մենք տիրապետեինք ֆինանսական աշխարհին, հա տնտեսագիտությանը, որ կանայինք ճիշտ ինչ-որ վերլուծություններ անեինք կամ վերլուծությունների հիման վրա որոշեինք ինչ ներդրումներ պետք է անենք, բայց կարամ գլուխ գովամ, որ երկու խիզախ, նույնիսկ չափից դուրս խիզախ երիտասարդներ, ոնց որ վաճառեցին իրանց ունեցած չունեցածը, ընկերս իր մեքենան, նույնիսկ մայրիկից լիքը պարկով փողեր վերցնելով, ես վաճառեցի բնակարան, որը որ ոնց որ իմ բնականը պետք է լիներ ու այդ ամեն ինչը ոնց որ ներդրեցինք մեր գործի մեջ, էլի կրկնեմ առանց որևիցե ինչ-որ տենց հետազոտությունների բանից զուտ այն հավատով, որ մեր մոտ ամեն ինչ ստացվելու է ու նույնիսկ 0.1% կասկած չկար, որ կարող է մի բան չստացվի, կարող է մենք էսի կորցնենք, անկեղծ եմ ասում, չկար այդ 0.1% կասկածը, որ կարող է մի բան այն չգնա։ Սկզբում է եղել հենց փաստորեն։ Սկզբում է եղել ու այդ նույն տրամաբանությամբ էլ շարժվել ենք առաջ, եղել է էլի որ վարկեր ենք վերցրել տարբեր արժույթներով, վարկեր ենք վերցրել, տուժել ենք այդտեղ, հա, տենց վերցրել փագել ենք, հետո արժույթի այդ ինչ որ մի հատ բանը կատարվել, պարզվել է որ մենք այս 2 տարի վարկ էինք փակում, բայց փողը նույնն է մնացել, տենց դժվարություններ եղել է, բայց ես անձամբ այդ դժվարություններին էլի նայում եմ որպես փորձ, չեմ վախենում, չեմ ընկճվում էդի, որ եղել է մեր հետ, նույնիսկ ուրախել եմ ինչ-որ մի չափով, որ տենց բաների մեջով էլ ենք անցել։ Բիզնեսում չգրված օրենքների մասին կարող ես մի փոքր ասես, օրինակ ինչ-որ բան, որ ոչ մեկի տենց անփորձ մարդու մտքով տենց չի անցնի, բայց դու որպես արդեն փորձառու այ գիտես, այսի սենց է աշխատում, այ Հայաստանում այս ձևով պետք է լինի։ Մեր մենտալիտետից։ Նաև հա, էլի ոնց որ մեր Հայաստանի ոնց որ շուկան հաշվի առնելով։ Հայաստանում ու ամբողջ աշխարհում կան օրենքներ գրված ու չգրված, որտեղ բիզնեսի համար նույնն է։ Ես իմ համար կառանձնացնեի ոնց որ հետեւյալը, իմ համար տրամաբանությունը սենց է, որ չկա բարենպաստ քամի, եթե քո նավը չունի ուղղություն։ Այսինքն, եթե մարդ չունի ուղղություն, իշքան էլ ուզում է իրան բախտը ժպտա, չկա բարենպաստ ինչ-որ տես, եթե մարդ չգիտի ուր է ուզում գնալ, այսինքն ցանկացած մարդ իր կյանքում թե բիզնեսում պետք է հստակ կողմնորոշված լինի, որն է իր վերջնակ ինչ նպատակի է ուզում գնա հասնի, ու այդ ժամանակ երկու բան կարամ ասեմ, որ փոքր քայլերը ավելի լավ են, քան թե էլի նույն եթե վազելով ես գնում, բայց չգիտես ուր ես գնում։ Ու շարունակական աշխատանքը, հա, իմ անձնական համոզմունքի մեջ շարունակական աշխատանքը կլինի կյանքում, սպորտում, բիզնեսում, միշտ հաղթում է տաղանդին։ Մարդ կարող է սուպեր տաղանդավոր գրող լինի, կամ երգիչ լինի, բայց իր դիսցիպլինա չունենա ու ինքը դրա համար պարտվի կյանքում, որը որ հաճախ լինում է։ Ու մեզ պատմությունը ցույց է տալիս, օրերս էլ կամ պատմության մեջ էլ, որ դիսցիպլինայով մարդիկ միշտ հաղթում են, միշտ իրանց անունը հիշում են, որպես տաղանդավոր մարդիկ, ովքեր եկե հասել են հաղթանակների, որտեղ իրանք ամեն օր առավոտը վաղ կանուխ կամ երեկոյան ուշ անընդհատ նույն բան, դրա մասին մի հատ շատ հետաքրքիր գիրք կա, հայերեն
կդժվար անունը ասեմ, բայց անգլերենով Great by Choice է, Collins-ն է գրել, այդ գրքում հենց հիմնական շեշտադրությունը դրած նրա վրա, որ այն մարդիկ, ովքեր տաղանդից զուրկ են եղել կամ այդեն սուպեր շնորհ չի եղել իրանց վրա, բայց իրանց դիսցիպլինայի շնորհիվ ինչ հաջողությունների են հասել, նույնիսկ խմբակային, հա, այսինքն թիմերը, կազմակերպությունները դիսցիպլինայի հաշվին, նույնիսկ այնտեղ լավ օրինակ կա, որ մի մարզիչ NBA-ում տարիներ շարունակ ոնց որ հաղթանակներ ա տարել ու իր դիսցիպլինան սկսում էր նրանից, որ բոլոր խաղացողները նույն ժամին պիտի լինեն մարզադաշտում ու նույն ձևով միաժամանակ պիտի իրանց այդ հայերեն չգիտեմ բառը շնորհուկները պիտի կոշկեին նույն ձգությամբ, նույն ձևով, այսինքն դիսցիպլինան սկսում էր այդտեղից ու գնում էր մինչև վերջի ֆինալը։ Դիսցիպլինան մարդու կյանքում անձնական, հա, ամեն տեսակի կյանքում բիզնեսի մեջ էլ փաստորեն հաջողության հասնելու համար պետք է նպատակ ունենաս ու փոքր քայլերով, հա, թեկուզ, որովհետև մարդիկ ոնց որ մոտիվացիան ոնց է, չէ, կարող մի օր առավոտը զարթնես, սուպեր մոտիվացված լինես, դրա նախորդ օրը ինչ-որ մի հատ գիրք կարդացած լինես կամ կինո նայած լինես, առավոտը զարթնես, ասես, ես սարեր եմ շուտ տալի, անես հաջորդ օրը անտրամադիր զարթնես ու չուզենաս անես։ Իսկ դիսցիպլինայով մարդը տարբերվում է նրանով, որ իր տրամադրությունը չի թելադրում իրան, թե ինքը այդ օրը ինչ է անելու։ Ինքը գիտի, ես իմ օրինակից կարամ ասեմ, ես ունեմ տետր, որտեղ ժամերով ոնց որ գրած է, ես քանիսին եմ զարթնում, դրանից ինչքան ժամանակ պիտի ինձանից տևի իմ պրոցեդուրաները ոնց որ լոգանք պատրաստվել, քանիսին տնից պիտի դուրս գամ, դրանից հետո սպորտը, դրանից հետո գիրքը, դրանից հետո բան նոր սկսում եմ աշխատանքային օրը ու տենց հետո ոնց եմ ավարտում իմ օրը ինքն այդ դիսցիպլինան թե կյանքում թե բիզնեսում բերում է միանշանակ երջանկության ու հաջողության։ Տես մի փոքր առաջ մի հատ բան ասացիր, երբ որ մարդը ունենում է տաղանդ, բայց չի ունենում կարգապահություն, ինքը շատ հաճախ ավելի ցածր դիրքերում է լինում, քան այն մարդը, ով պարտաճանաչ ամեն օր նույն գործողությունը արել է, բայց օրինակ դες համաձայն չես, նույն բանը կարող ենք պրոյեկցիա անել բիզնեսի վրա։ Այս հետեւյալ միտքը, օրինակ բնությունը ամեն դեպքում մարդուն միշտ եթե վառ անհատես, անհատականությունես, միշտ ինչ-որ բանով քեզ մի քանի քայլ շատ ավելի սենց տրամպլինով կարա հասցնի լրիվ ուրիշ տեղ, քան այն մարդուն, ով կարգապահ է, ինչու, որովհետև այդ դիսցիպլինան, այդ անընդհատ նույն բանը, ոնց որ իմպրովիզացիայի 0 վիճակ է քեզ տալիս, այսինքն դու մի տեսակ մեխանիկական ինչ-որ շարժման մեջ ես մտնում, որ գիտես հստակ սենց, իսկ այն ճկունությունը, իմպրովիզացիան, որը որ քեզ կարա ինչ որ շատ ուրիշ բան տա, դու մտածի հենց բիզնեսի մասով, հա, ինչքան է իմ ասածը աշխատում։ Դու դրանից ոնց որ զրկվես, այսինքն մեկը կարա սենց մի հատ պահի տակ նենց մի բան անի, այդ իրա տարբեր լինելու հաշվին, որը որ չի կարող այն մարդու մտքով անցնի, որը որ սենց հստակ կանոնակարգված, ամեն ինչ իր մոտ դարակներում դասավորված, իսկ այն քաոտիկ մարդը կարող է ինչ որ նենց մի բան գտնի այդ դարակից, որը որ միամիտ ստացվեց կոպիտ ասած, հա։ Արդեն sense կպատասխանեմ։ Քո նկարագրած դեպքը դա միլիոնից մեկն է։ Եթե մենք ոնց որ ուզում ենք մեր կյանքը ապրենք այն հույսով, որ մենք այդ միլիոնից մեկն ենք, կարանք ապրենք այդ հույսով, այսինքն թողենք ամեն ինչը տենց քաոտիկ վիճակում ու երազենք, որ մենք կարող ենք մի օր բախներս բերի այդ միլիոնից մեկը լինենք ու հանգարց լատարեյ շահենք կամ ինչ-որ մի հատ հրաշք տեղի ունենա մեր հետ, մենք դառնանք տենց սուպեր բան, էլի մեր կրեատիվը մեզ փրկի կամ եսի ինչը մեզ փրկի, դա ոնց որ մի բանով, բայց ոնց որ մեկը մյուսին չի բացառում, նաև դու կարաս լինես կանոնակարգված, հա, դիսցիպլինայով մարդ կամ բիզնես ու միաժամանակ լինես կրեատիվ մտածող։ Օրինակը բերեմ հենց F-net-ի կյանքից, մենք միշտ եղել ենք փնտրտուքների մեջ, մենք միշտ եղել ենք կրեատիվ թիմ ու մեր հենց այդ տարբերվող մտածելակերպը այսօր ապացույցա նրան, որ մենք փոխում ենք Telecom-ի վերաբերմունքը Հայաստանում։ Մենք եղել ենք առաջի կազմակերպությունը Հայաստանում, ով որ ասել է, որ Telecom-ը դա միայն ինտերնետի ու հեռուստաալիքների մասին չի։ Մենք վերել ենք դամաֆոնային, հա, լուծումներ ու խելացի դամաֆոնային լուծումներ եւ վերել ենք, ասել ենք, որ
Տելեկոմը դա մարդկանց համար պետք է լինի հարմարավետություն, որ եթե մարդը գալիս է իր շքամուտքի մուտքը պետք է լինի խելացի, անվտանգ։ Մենք այդ թեման անընդհատ զարգացնում ենք։ Դա խոսում է ոչ միապաղաղ մտածելակերպի մասին, այսինքն մենք ման ենք եկել, բայց միաժամանակ մենք դիսցիպլինայով ամեն օր շարունակական մեր սպասարկումը, մեր վաճառքները, մեր ամեն ինչը արել ենք ու միաժամանակ բերել ենք նոր պրոդուկտ, որը որ հեղափոխական է եղել հայկական շուկայում ու դեռ շարունակում է հեղափոխական լինել, որովհետև ինքը տենց լիքը հավես բաներ է շարունակելու իր հետևից, հետո եկավ, որ եթե շքամուտքը կա, նաև լինի խելացի արգելապակոցներ մեքենաների համար, ով ճանաչի համարանիշները, ճանաչի շտապօգնության մեքենաները, ոստիկանության մեքենաները առանց խնդրի կբացեն, իրանք կմտնեն ներս ու տենց շարունակելու ենք։ Մենք արդեն իսկ էլի տենց մտածելակերպի գաղափարներ կան, որոնք որ մենք շուտով այս 26 թվին լիքը նոր թազա պրոդուկտներ ենք մտցնելու շուկա, որը որ մեզ չի խանգարում ամեն օր հավաքվել կամ շաբաթական հավաքվել կամ ամսական հավաքվել ու նայել, որ այն բան, հա, ցանցրալի թվացող գործը, հա, որ այսօր պետք է այսքան այս սրանից կատարվեր, արդյոք կատարվելա, չի կատարվել, մեկը մյուսին չի բացառում ու ես չեմ կարծում, որ պետք է իրականությունում կան լիքը մարդիկ, որ նստած սպասում են, որ մի օր այդ բանը կլինի, բայց ոնց որ այդ լոտոների ու լոտարիների պատմության մեջ մասնակցում է 1 միլիարդ մարդ, շահում է մի հոգի, էլի։ Եթե F-net-ը լիներ մարդ, ինչ բնավորություն կունենար ինքը այս պահին արդեն 17 տարի 17 տարեկան համարյա չափած։ Ինքը միանշանակ այսօր էլ ունի բնավորություն, իրան ճանաչում են այդ բնավորությամբ, ինքը միանշանակ իր տեղը վաստակել է այդ բնավորության հաշվին։ Ես վստահ կարամ ասեմ, որ F-net-ը 17 տարեկան երիտասարդ տղա է, կանոնակարգված դիսցիպլինայով, միաժամանակ շատ վառ ֆանտազիայով, չեմ քաշվի, որ ասեմ, որ ինքը նույնիսկ կռվարար է ու ոնց որ չի վախենում կոնֆլիկտներից, կոնֆլիկտներ ի նկատի չունեմ, հա, տես ոտով ձեռով կռիվներից, այլ պայքարից, հա, չի վախենում պայքարից։ Քանի որ ինքը նոր է դառնում 17 տարեկան, հա, բայց ինքը այդ բնավորությունը իր կյանքի ճանապարհին է ձեռք բերել, միանշանակ sense Մատ արտահայտություն կա, որը որ նստել է մեջից, երբ որ կարդացի այդ գիրքը, գրքից էր այդ արտահայտությունը, որ ասում է կռվի մեջ կարևորը շան չափը չի, այլ կարևորը կռվի չափը շան մեջ։ Այստեղ ոնց որ ես ուղիղ կասեմ, որ մենք անկախ նրանից մեր F-net-ի չափը ինչքան է, իր մեջ այդ կռվի չափը բավականին մեծ է, ինքը կռիվ է տալիս շուկայում իր տեղը ու միանշանակ անընդհատ առաջ գնալու տեղը զբաղեցնելու համար։ Ինչն է քեզ անընդհատ մղում, որ դու անընդհատ նոր սովորես, վերցնես, ստանաս ու ինչ է տալիս, վերջում դու զգում ես, որ ինքը քեզ այդ կրթությունը տվեց այդ արդյունքը համապատասխան։ Իմ մոտ այդ գիտելիքի ցանկությունը, գիտելիքի պակասը ավելի վառ զգացվել է 2010-ականներին։ Ես դպրոցում միջին սովորող եմ եղել, չեմ ասի տենց 5-ով 4-ով եմ սովորել, 3-ով 4-ով եմ սովորել, համալսարանում էլի միջին սովորող եմ եղել, բայց համալսարանային ավարտելուց հետո, որ սկսեցինք արդեն F-net-ով զբաղվել, երկար ժամանակ ոնց որ քրտաջան աշխատանքը ու աշխատասիրությունը փակում էր շատ բացր, բայց ինչ որ մի կետից ակնհայտ sense շատ սուր երևում էր, որ ակադեմիկ գիտելիքը պակասում է F-net-ի կյանքում, ու ես sense անընդհատ տարբեր տրեյնինգների, տարբեր տեսակի տես դասընթացների, հա, գրքեր, բան, այդտեղից սկսեց ոնց որ այդ դրա կարիքի փակումը Բայց հասկացա, որ մեկը այդ տրեյնինգներն ու գրքերը մեկը չեն փակում ամբողջությամբ այդ կարիքը ու ընդունվեցի առաջի համալսարանը, դրանից հետո երկրորդը, երրորդը, չորրորդը ու տենց սերը երբ որ արդեն գիտակցաբար ես գնում կրթության հետևից, ոնց որ սերը արթնանում է մեջդ ու ուզում ես շարունակական երկու բանի համար, համ գիտելիքն է շատ դուրալի, որ դու
ոնց որ գողանում ես այդ փորձը տարիների 100-ամյակների փորձը գողանում ես քո օրինական ձևով գողանում ես ոնց որ քո դասախոսներից, քո ընկերներից, գրքերից ու երկրորդը այդ ուսանողական միջավայրը ինչ խոսք շատ հաճելի մթնոլորտ է, որը որ դու չես ուզում ինքը որ վերջանա։ Իսկ գրքերի հետ կապված, եթե ճիշտ եմ հիշում, Մարկ Տվեյնն էր ասում, որ գրքերը դա միակ օրինական միջոցն է գիտելիքի գողության։ Երբ որ դու գիրք ես կարդում, ինքը ասենց ոնց որ մի մարդու կյանքի կամ նույնիսկ մի քանի մարդկանց կյանքի փորձը դրած է այդ 300-400 էջերի մեջ ու դու որ կարդում ես, հետո վերակարդում ես, հետո մի հատ էլ նշումները ես անցնում, ոնց որ այդ սաղ փորձը քեզ վեկալի մեկը տա ու պատկերացրու ինչ այնտեղ գիտնականներ են աշխատել, ճանաչված մարդիկ են աշխատել ու այդ փորձը դու ձեռք ես բերում։ Դրա համար իսկ ինչը վերաբերում է որ այդ գրքերը բերում տալիս է նույնիսկ ինչ որ միտեղ ստիպում եմ, որ այդ գրքերը կարդան, հետո քննարկենք իրար հետ, որովհետև իմ գաղափարում գիրք չկարդալը, այդ նույնն է, ոնց որ գիրք կարդալ չիմանալը։ Դե կարդալ գիտես, պիտի կարդաս գիրք էլի։ Ավելի լավ է արդարացում չունենաս, չունես էլի, որ եթե կարդալ գիտես, գիրք խի չես կարդում։ Իսկ օրինակ ասես հիմա գրքերից կլինի, թե ինչ որ անհատ մարդկանցից կլինի կամ քո փորձառությունից կլինի, ամենակարևոր խորհուրդը, որ կտաս երիտասարդի, ով մտածում է ու լիքը վախեր ունի, կասկածներ ունի, սկսելու, չսկսելու, ինչից սկսելու, ամենակարևոր խորհուրդը։ Եթե խոսքը գնում է բիզնեսի մասին, հա, բիզնես սկսելու կամ չսկսելու, վախերը բոլորս կյանքում կան ու ոչ միայն իմ կարծիքով դա մեզ սահմանափակող մեր կյանքը սահմանափակող մասն է։ Մարդու ամենամեծ թշնամին դա հենց ինքն է մարդը, իր ալարկոտ, իր վախկոտ, իր ռիսկի չգնացող տեսակն է իր մեջ ապրող։ Այսինքն դու երբեք պետք է չթողես քո ամենամեծ թշնամուն թշնամություն անի քո հանդեպ, այսինքն քո ալարկությունը, հա, քո այդ վախերը պետք է չթելադրեն քեզ եւ դրա հետ կապված հենց ամենամեծ խորհուրդը դա որ վախերը պետք է տնես մի կողմ, ռիսկի գնաս, նույնիսկ եթե չստացվի։ Չստացվելը այդ նորմալ process է, մեր կյանքում էլ շատ բան չի ստացվել, նույնիսկ կարելի ասել 80-20 հավանականությունը ստացվելու ու չստացվելու, օգուտ չստացվելու, ինքն մենք 80%-ով լիքը բաներ ծախողել ենք, 20%-ով հաջողել ենք։ Եթե դու այդ մտածելակերպի մարդ ես, որ ես պետք է ստեղծեմ իմը, ու դա զարգացնեմ, լրիվ օքեյ է, որ առաջի 10 հատը չստացվի։ Կարող է առաջինը հենց ստացվի, հետո 9 հատ չստացվի, էլի։ Պետք է դու այդ մտքի հետ լրիվ հաշտ ու համերաշխ լինես, որ ցանկացած չստացվելը դա եւս մի քայլ է դեպի ստացվելուն։ Դες օրինակ ասացիր 17 տարի առաջ դու ընկերդ չունեիք ակադեմիական կրթություն, հա լրիվ ոնց որ գացմունքային, ասած ալիքի վրա եկետ ամեն ինչ արին, չես կարծում հիմա այս մեր ժամանակում, ներկա ժամանակի մեջ երիտասարդը չունենալով ակադեմիական կրթություն, նույն ռիսկով, եթե քայլեր ձեռնարկի, արդյոք կհաջողի թե չէ։ Բիզնեսը իրականում այդքան էլ ակադեմիական կրթության մասին չի։ Բիզնեսը մենեջմենտն է ակադեմիական կրթության մասին։ Բիզնես սկսելը դա ավելի շատ ռիսկի մասին է, մտածելակերպի մասին է, բնավորության մասին է, այ հետո երբ որ բիզնեսը դառնում է բիզնես, այդ ժամանակ արդեն ակադեմիական կրթությունը պետք է գա օգնության, որ ոնց մենեջմենտը ճիշտ դասավորվի, ոնց շարունակի զարգանալ, բայց սկսելը ոչ մի դեպքում ակադեմիական կրթության մասին չի։ Հետագայում արդեն դու կուզենաս դու զբաղվես, դու պետք է զարգանաս որպես մենեջեր, չես ուզենաս զբաղվել, դու կմնաս որպես սեփականատեր, կգան լավ մենեջերներ կամ ներսից կաճեն լավ մենեջերներ, ովքեր կզբաղվեն դրանով։ Հետաքրքիր է Գևորի կյանքում որ պահին է ոնց որ ամենակարևոր խորհուրդը ինքը ստացել, որ ֆիքսել ես էլի քո մեջ, որ այս օրը, այս ինչ տեղից, այս ինչ բանը ստացա, ու դա շատ կարևոր դեր է խաղացել։ Չեմ կարող մտաբերեմ, որ ինչ-որ մի հատ դեպք է եղել, որ ասեմ, այս մի բանը լսել եմ, բայց կարծում եմ ոչ միայն իմ մոտ, շատ մարդկանց մոտ, ովքեր տարված են իրենց աշխատանքով, ամեն ինչում տեսնում են ոնց որ հուշումներ, լուծումներ, ես օրինակ ֆիլմ նայելուց, թատրոն նայելուց, խոսակցությունների ժամանակ գիրք կարդալուց
տեսնում եմ հուշումներ, լուծումներ, որը որ կարամ ես օգտագործեմ, հա, F-net-ի կյանքում կամ իմ անհատական կյանքում։ Այդ մեկ ու երկրորդը իմ կյանքում եղել են մի քանի ծանոթություններ Հայաստանում ու Հայաստանից դուրս, որը որ ես կասեմ, որ էլի տենց շատ բախտի բան էր, հա, որ ես այդ մարդկանց հետ կարացել եմ հանդիպեմ ու իրանք ինչի չէ, նաև ճակատագրական են եղել իմ համար, իմ աշխատանքի համար, դա համար ոնց որ կառանձնացնեմ այդ մասերը, ոչ թե ինչ-որ խորհուրդ կամ ինչ-որ մի բան եմ կարդացել, որը փոխել է իմ կյանքը, այլ հենց այդ, հա, մարդիկ ու այն բաները, որ ես անընդհատ ֆիքսում էի, որտեվ չգիտեմ ուրիշները ոնց, ես նույնիսկ մի պահ փոքրիկ բլոկնոտը գրպանումս էի քայլում, որ տես մտքեր էր գալի կամ ինչ-որ բաներ հանում գրում էի։ Ես դարապես տես ձեռով գրելու հետ սեր ունեմ, տես տետրեր ունեմ, լիքը բաներ ունեմ ու գրում եմ, պահում եմ։ Այդ դեպքերից մեկը հենց մեր F-net-ի գործընկեր, դրսի գործընկեր Ufanet ընկերությունն է, որոնց հետ մենք լրիվ հանկարծակի հանդիպել ենք Հայաստանում ու այդ հանդիպումը ոչ թե եղել է իմ հետ, այլ եղել է լիքը օպերատորների հետ ու այդտեղ էլ ոնց որ շանսը բաց չթողելու հնարավորություն էլ է, այսինքն եղավ հանդիպումը, մի քանի օր հետո բառացի ես ոնց որ sense հայերեն փողոցային ասած ափալ-թափալ գնացել եմ, հասել եմ իրանց մոտ, ծանոթացել եմ ամբողջ բան, հիացած եմ եղել իրանց կազմակերպությունով ու լիքը տեղից փորձ ենք մենք։ Հետո դրանից հետո մեր թիմն է գնացել 30-ից 40-ից ավել մարդ է գնացել, տեսել, վերապատրաստվել, վերադարձել Հայաստան։ Գևորգ ջան, այս քան տարիների ընթացքում որ բանն ա եղել դժվար, որ շուկայում ինչ-որ խառը վիճակ ա եղել, ու կարծում ես, որ պատվով դուրս ա եկել F-net-ը ու հաղթահարել եք շատ մի հատ մեծ դժվարություն։ Այս ճգնաժամային պահ, որ տենց կհիշես, էլի։ Ճգնաժամային պահեր շատ են եղել իրականում մեր հայկական իրականությունում, ես ենթադրում եմ, որ դա ոչ միայն հայկական իրականությունում, աշխարհի բոլոր տեղերն էլ կարա լինի, պայքարի մեջ ոնց որ տարբեր մարդիկ տարբեր ձև են պայքարում, ես իշքան էլ կարող է չընդունեմ, բայց նաև եւ միաժամանակ ընդունում եմ այդ ամեն ինչը։ Եղել են տարբեր ճգնաժամներ, նաև մենք մեր կյանքի ընթացքում ապրել ենք ֆինանսական, չէ, 2008-9 թվականին, որը ֆինանսական կրիզիս էր ամբողջ աշխարհում, հա, դոլարի անկում, հետո վերելք, տարբեր տեսակի COVID, հա, որի շրջանակներում մեր սպասարկումը գրեթե անհնարին էր, բայց մարդիկ մեր սպասարկողները կոսմոնավտի շորերով գնում էին սպասարկում էին անում, ֆինանսական այդ իմ ասածները մրցակիցների հետ կապված լիքը իրադրություններ, բայց վերաբերմունքը խնդրին հենց ինքը իրանով արդեն ինչ-որ չափով լուծում է։ Ես անձամբ ցանկացած խնդրին ահավոր թեթև եմ նայում, իմ համար տենց կախվելու խնդիր չկա, հա, կախվելու խնդիր չկա, որ եթե կա մի հատ չեմ հիշում, որ իմաստուններից մեկն էր ասում, եթե կա խնդիր ու կա լուծում, ապա աշխատի լուծման ուղղության վրա, եթե կա խնդիր, չկա լուծում, մեկը անելու բան չկա, անիմաստ կես տանջվում էլի։ Այդ տրամաբանությունը, եթե կա լուծում, նստենք աշխատենք ու սաղ ուժերը, ռեսուրսները ուղենք այդ ուղղության վրա, եթե չկա լուծում, էլ մեզանից կախված բան չկա, անիմաստ չտառապենք, էլի։ Եղել է որոշում, որը որ ավելի շատ սրտով ես արել, ոչ թե հաշվարկով կամ օրինակ այս պահին սա մեզ ավելի է անհրաժեշտ, ոնց որ շատ էմոցիոնալ որոշում է դա եղել ու հիմա կարես պատմես այդ։ Ես շատ եմ տեղ տալի ինստինկտ ասածին, հա, այդ բան բնազդին ու շատ եմ հետևում, իմ մոտ շատ հազվադեպ է լինում, որ բնազդը ինձ քաշում է, այտենց իրար հետ լավ համագործակցություն ենք անում, հա, ես շատ վստահում եմ այդ բնազդին ու միշտ շարժվում եմ ոնց որ այդ ուղղությամբ, իշքան էլ որ հաշվարկներն ու հա ռացիոնալ ուղեղը կարող է ուրիշ բան ասի, բայց բնազդը շատ կարևոր բան ու դա էլ շատ կարևոր հանգամանք է, հա, երբ որ մարդիկ տարբեր են, դրա հետ կապված մի հատ լավ գիրք կա, ես բան չեմ հիշում, բայց կարամ հետո ասեմ։ Գրքերը կգրեն։ Հա, բան կանեք, ցանկը կարակ կցեք այդ բանին, մարդիկ ոնց որ 4 տեսակի են հիմնականում բաժանվում, ցանկացած աշխատատու պետք է իմանա այդ տեսակները, որ կանա ճիշտ մարդկանց դասավորի իրանց տեղերում, որ բոլորը իրանց տեղերում լինեն ու արդյունք ստանան։
դե կա մարդ, որ ծնված է հենց ինքը իրանը ստեղծելու համար, կա մարդ, որ ծնված չի դրա համար, ու ոչ թե ծնված չի, այլ ինքը իր մտածելակերպով կարա լինի հիասքանչ մենեջեր կամ տնօրեն, ղեկավար, կարիերա ստեղծի, ինչ չի ավելի շատ փող աշխատի, քան թե ցանկացած կամ մեկ այլ բիզնեսմեն, գրեթե ոչ մի այն հաջողված բիզնեսները իրանք առաջինը չեն։ Իրանք երրորդն են, չորրորդն են։ Microsoft-ը, բանը, իրանք առաջինը չեն եղել։ Իրանք հեղափոխություն չեն արել։ Իրանք լավագույն վերսիան են առաջինը, էլի։ Ու ասեմ, պարտադիր չի դու առաջինը քո մոտ ծակի այդ միտքը, որ դու ասես, վայ, ես մեկի մոտ արդեն այս միտքը կա, ես չեմ կարող դա անել, չէ, պետք չի անեմ։ Դու բոլոր process-ները կարողանում ես վերահսկել։ Մենեջմենթը իմ բանի մեջ, պատկերացման մեջ, ու այն ինչը որ մենք մեր կազմակերպություններում անում ենք, դա իշխելու մասին չի։ Մենեջմենթը դա ոնց որ եթե հիերարխիկ ենք նայում, ամեն մենեջերի հիմնական նպատակն է ստանալ լավագույն արդյունք իր թիմից։ Դա ստանում են ոնց որ մի քանի ձևաչափերով, մոտիվացնելով, մարդկանց հետ աշխատելով, ճիշտ process-ներ մշակելով, որ process-ները օգնի մարդկանց իրենց նպատակներին հասնեն։ Ու երկրորդը, որ ի սկզբանե բոլոր մենեջերների հետ, մենեջերներն էլ իրենց թիմերի հետ, արդեն կախված ոնց է այդ կազմակերպությունում հիերարխիան աշխատում, իրենք պետք է ունենան նպատակներ, օրական, շաբաթական, ամսական, եռամսյակային, տարվա։ Այդ նպատակները մշակելուց ու նպատակները ոնց որ դնելուց շատ կարևոր եմ գտնում բոլոր top մենեջերների, գլխավոր տնօրենի մասնակցությունը այդ process-ին։ Այդ դրանից հետո մարդիկ պետք է ազատ լինեն իրանց նպատակներին հասնելու մեջ։ Ու իրանց պատասխանատվության սահմանները պետք է լինի, ոնց են հասնելու, սենց կհասնեն, նենց կհասնեն, ոնց տակից դուրս կգան, բայց պետք է իրանք հասնեն այդ նպատակներին։ Դրանից հետո արդեն շաբաթական, ամսական, եռամսյակային հանդիպումների միջոցով հասկանում ենք, տեսնում ենք ու մոտ ինչ խնդիրներ կան, ոնց կարանք այդ խնդիրներին մենք full support անենք, որ իրանք հետ չընկնեն, դաժե շատ առաջ էլ չընկնեն։ Fnet-ը բացվում է family network, ընտանիքի ոնց որ ցանց կապ։ Մի քիչ ուզում եմ պատմես քո ընտանիքից, դու ինչքան ժամանակ ես հատկացնում, քեզ չի խանգարում, ասենք ոնց որ դու ասիր գրաֆիկը sense գծած է, այսինքն այդ գրաֆիկի մեջ առանձին ինչ-որ ժամ կա, որ դու տրամադրում ես ընտանիքին, թե դա ոնց որ այդ ամեն ինչից դուրս է ընտանիքը ու ոնց որ Դժվար է բազմազավակ պապա լինելը։ Կարամ գլուխ կովամ, որ իմ մոտ time management-ի հետ կարելի է ասել խնդիր չկա, ու կարամ գլուխ կովամ, որ ես քիչ ժամանակ չեմ տրամադրում իմ ընտանիքին, ես այն մարդկանցից չեմ ու չեմ էլ ուզում, որ ինչ-որ մեկը տենց մարդկանցից լինի, որ 20 ժամ օրվա մեջ կամ 10 քանի ժամ աշխատանքին է տրամադրում ու վստահ եմ, առավել քան վստահ եմ, որ այդ 8-ից 10 ժամը աշխատանքային լրիվ բավարար է գործին ամբողջությամբ տրվելու, գործի ցանկացած պահանջները փակելու համար։ Ու դրա հետ կապված ոնց որ բոլորս էլ պարտադիր պետք է ունենք ընտանիք, ունենք ընկերական ընտանիք, պետք է կանանք ժամանակ հատկացնենք համ այնտեղ, ոչ ոք պետք է չտուժի, գործը չի առաջնայինը, որ պետք է մենակ գործով ապրի մարդը, պետք է իր ընտանիքով ապրի, իր ընտանիքի ընկերական ընտանիքով ապրի։ Ես այն մարդկանցից չեմ, որ ես գնում եմ, ճիշտ է, ես գնում եմ, բոլորը քնած են լինում, բայց ես երբ որ գալիս եմ, բոլորը քնած չեն լինում, էլի այդ հաճախ բաներից է, չէ՞ որ ես գնացի քնած էին, ես վերադարձա քնած էին, դրանով ոնց որ նկարագրեն իրենց աշխատասիրության քանակը, բայց ես այդ մարդկանցից չեմ, ես վերադառնում եմ ու ժամանակ եմ անցկացնում իմ երեխաների ընտանիքիս հետ, աշխատում եմ մաքսիմում շատ այդ ժամանակը տրամադրեմ, որտեվ դաստիարակությունը, այդ շատ կարևոր բան է, որ մենք պետք է տրամադրենք մեր ժամանակի միջոցով պետք է անես այդ դաստիարակությունը, չես կարող բաներ նամակներ գրես թողես երեխեքին, իրանք ելնեն կարդան ու դաստիարակություն ստանան, պետք է դու քո օրինակով ցույց տաս, որ իրանք տեսնեն։ Իսկ օրինակ որ գնում ես տուն հեռախոսը տանջատում ես կամ դնում ես կողքին։ Լինում է որ հեռախոսի մեջ լինում է որ գործնական չեմ ոնց որ տենց գլուխկով ասեմ որ ես գնացի հեռախոսս անջատեցի ինձ էլ նամակ զանգ չի գալիս է նամակ զանգեր լինում են
ինչ որ տենց արտարուս դեպքեր, որ գնում եմ տուն, հասնում եմ, զանգում են, դուրս եմ գալի, գնում եմ էլի գործով, բայց մեծամասնություն ժամանակը ես իմ երեխաների հետ լավ հավես ժամանակ եմ անցկացնում, կնոջս հետ հավես ժամանակ եմ անցկացնում, ընկերներիս հետ եմ ժամանակ անցկացնում, ասեմ էլի ցանկության հարց է, էլի կարաս ոնց որ առավոտից իրիկում վազվզես ու ոչ մի սանտիմետր առաջ չգնաս, բայց կարաս 4 հատ առաջ քայլ անես, ճիշտ, ու դու առաջ գնաս։ Այսինքն այդտեղ քայլ շարժումների քանակը չի որոշում առաջընթացը, էլի։ Առաջընթացը առաջ քայլն է, որը որ կարա լինի օրական մի հատ, ոնց որ ասի, կամ օրական 10 հատ։ Իսկ այն ամենահավես պահը որն է, որ գալիս ես տուն, որ պահն ես ամենաշատը, որ բոլորը օրինակ նստած եք կինո եք նայում կամ չգիտեմ, երեխու հետ ես խաղում։ Ավանդույթը կա կինո նայելու, դու համարյա շաբաթվա մեջ մեծամասնություն օրերը նայում ենք ֆիլմեր, բան կամ խաղեր ենք խաղում, հա, հարցեր են տալ, իրանք պատասխանում են տարբեր տեսակի խաղեր, հետաքրքիր է անցնում, ասեմ, մարդ չպետք է զրկի իրան այդ հաճույքներից աշխատանքի համար։ Իսկ դու տանը էլի մենեջեր զգում ես քեզ։ Ծնողները ինչ որ միջապով պիտի մենեջեր լինեն, ու մենեջերը ասած է այդ նույն բանաձևին վերադառնանք, ստանալ լավագույն արդյունք, հա, քո թիմից, այս դեպքում, հա, քո թիմը, օրինակ, իմ թիմը, օրինակ իմ կինն է, երեխաներն են, հա, կնոջս թիմը, դա ես եմ, երեխաներն է, հա, մեծ տղայիս թիմը, դա իր քուրիկներն են, իրանք պիտի կարողանան այդ հմտությունները մոտիվացնելով, process մշակելով, մենք տարբեր process-ներ ունենք, հա, ավանդույթ, որ պետք է երեխաները զարթնեն, իրանց մահճակալները հավաքեն, լվացվեն, այս անեն ու նոր գնան դասի, դա ոնց որ մի process, որ լավ օրը սկսեն, օգտակար ձևով սկսեն process-ը, երկրորդ process-ը, օրինակ, չգիտեմ, նույն ֆիլմեր նայելու հետ կապված կամ տարբեր մոտիվացիոն հնարքներ, որ իրանք հավեսով տարբեր բաներ անեն, դասեր անեն, սովորեն, դասերից բացի ուրիշ բաներով զբաղվեն, սովորեն այդ ամեն ինչը։ Իսկ օրինակ եղել է, որ խաղի ընթացքում, ասենք, չգիտեմ, երեխեքից մեկի հետ լեգո ես հավաքում ու մոտքիդ ինչ որ բան է գալիս, որ կարելի է, հա, գործի առումով sense բան անել։ Հիշում ենք բլոկնոտը, հանում ենք, գերում ենք, դնում ենք տեղը, որոշում ենք չմոռանանք։ Դու ամենակարևոր արժեքը, որ ուզում ես սերմանես քո երեխեքի մեջ, որ իրանք լինեն հաջողված մարդ, առաջին հերթին մարդ, հետո արդեն հաջողված, տաղանդավոր, սիրուն, երջանիկ, բախտավոր, որն է։ Այդ առումով ամենակարևոր արժեքներից մեկը, որը որ ես ոնց որ համ բառացի ասում եմ, համ փորձում եմ փոխանցել իրանց տարբեր հնարքների ու խոսակցությունների ու խաղերի միջոցով, որ մարդը, որ գալիս է լուսաշխարհ, որ իր ամենակարևոր նպատակներից մեկը իր կյանքի ընթացքում երջանիկ ապրելն է։ Ես ենթադրում եմ, որ դա ամենակարևոր բանն է, որ մարդը պետք է երջանիկ ապրի։ Ոչ թե պետք է ինքը իր նպատակը լինի շատ փող աշխատել կամ լինել էս ինչ պաշտոնին կամ էս ինչով զբաղվել, այլ անկախ ամեն ինչից ինչով կզբաղվես, ինչքան փող կաշխատես, երջանիկ ապրես, որտեղ կարող է լինես շատ հարուստ, որ դժբախտ, ունես միջին ապրող, բայց շատ երջանիկ։ Ու այդ գաղափարը ես փորձում եմ զարգացնեմ երեխաների մեջ, որ բիզնեսը չի, հա, ձեր երջանկության գրավականը, փողը չի ձեր երջանկության գրավականը, հա, ճիշտ է, փողից կախված է երջանկություն, դա առանձին թեմա է, բայց եթե դու գտնում ես, որ դու քո երջանկությունը գրող լինելու մեջ, հա, գրող դառիր ու կօգնեմ կողքից։ Չէ, դու դրանով երջանիկ ապրի, հա, կարող է դու քեզ թույլ չտաս տարվա մեջ 10 անգամ գնաս հանգստանալու, ինչպես օրինակ ուրիշ բիզնեսմենը կարա իրան թույլ տա, բայց կարող է ինքը շատ դժբախտ է իր այդ 10 անգամ հանգստանալով, բայց դու տարին մի անգամ, երկու անգամ հանգստանալով շատ ավելի երջանիկ կյանք ես ապրում։ Դրա համար իմ կարևորագույն կետը, որ ես երեխեքին ուզում եմ, իմ երեխաներին ուզում եմ փոխանցեմ, դա որ գտեք ձեր գիրքը կյանքի ու այդ գիրքին հետևեք, որտեղ այդ գիրքը ձեզ ինչով էլ որ զբաղվեք, եթե դուք գիրքով եք զբաղվում, դուք երջանիկ եք լինելու։ Հավեսով եք այդ անելու, ամեն առավոտ զարթնելու եք այդ հավեսով, որ գնաք դրանով շարունակեք զբաղվել։ Ու տես այդ երկարակյացների կղզի կա Ճապոնիայում, Օկինավա է կղզի անունը,
Այդտեղ ամենաերկարակյաց մարդիկ են ապրում, միջին տարիքը կարծեմ 80+ է։ Դե պատկերացրեք էլ ինչ բան է, ու այդ մարդիկ 3 բան են առանձնացրել իրանց երկարակեցության, դա մեկը քիչ ուտելներ, երկրորդը չեմ հիշում ինչն էր, երրորդը այդ ունենալ պատճառ ամեն օր արթնանալու, հա, այսինքն ունենալ ինչ-որ մի հատ գիրք, ինչի համար դու ամեն օր կարթնանաս։ Եթե մարդ պատճառ չունի ամեն օր արթնանալու, միգուցե մի օր էլ չարթնանա, էլի։ Ինչ ես կարծում, որն է քո հաջողության բանաձևը։ Հաջողության բանաձև տենց կարելի է լիքը այդ նույն դիսցիպլինայից սկսած, հա, հավատ, որ քո մոտ ամեն ինչ կստացվի։ Ես չեմ կարող հիմա գլուխ կողամ, ասեմ, որ 2009 թվականին տելեկոմ ոլորտի իմ գիրքն է եղել, չէ, ընթացքում է ինքը իմ գիրքը դառել ու ես այտենց հավեսով ամեն օր, ես օրեր է լինում առանց չափազանցության, քնելուց առաջ մտածում եմ, որ երբ անցնելու է ժամերը շուտ զարթնեմ։ Ու այդ օրերը ավելի գերակշռող են, քան թե չգերակշռող են։ Ես համարյա թե ամեն օր քնելուց ասում եմ, այս ժամերը շուտ անցնեն քնած ժամանակ, որ ես շուտ զարթնեմ։ Այդ ամեն ինչի գումարը իրար այդ հաջողության բանաձևն է, որ դու հաջողում ես, էլի, ոնց որ էլ տարբերակ չի մնում չհաջողելու, որտեվ ոնց որ ամեն ինչ ճպտում է քեզ։ Դու պետք է ժպտաս իրենց, շնորհակալ լինես ամեն ինչի համար, վարես այդ շնորհակալության գիրքը, չմոռանաս ոչ մեկին ու դե շարժվես առաջ։ Քո յուրահատկությունը ո՞րն է։ Որ մի հատիկ կա իրանից ամբողջ աշխարհ։ Ես իրականում կարծում եմ, որ մարդիկ չկրկնվող են իրանց թերություններով եւ առավելություններով, անընդհատ փորձելու հատ նորի ցանկությունները, այդ ամեն ինչը ոնց որ յուրահատկություն է, որը որ ես ունեմ տարբերվող մտածելակերպ, ես տենց եմ կարծում, ունեմ անընդհատ նորը փորձելու ցանկություն ու ելի նույն ձև, հա, այդ նորը փորձելուց կլինի գadgetներից սկսած մինչև ավելի լուրջ բաները 80-ից 90%-ը ձախողում է։ Այսինքն փորձում ես, տեսնում ես, որ այսի անկապ բաներ ինչի առա, բայց ինքը փորձը անընդհատ ոնց որ զարգացման հնարավորություն է։ Ինքն այդ կետերը էլի, որ անընդհատ փորձել ինչ-որ բան գտնելու համար, չանձնվել, հավատք, հա, հավատքի վիզուալիզացիա, տարբեր բաներ, որը որ դրա մասին կարանք առանձին զրուցենք, ոնց է անցնում օրը ու ինչեր մարդը կարա անի, որոնք որ 90 կամ ավելի տոկոս մարդկությունը չի անում։ Օրինակ պատկերացնում ես դու քեզ արդեն գրողի որպես հեղինակ տենց։ Չեմ պատկերացնում, ճիշտ ասած եղել է կարծիքներ, որ ինչ չես բանանում, բայց ես այս պահին, չգիտեմ, իմ հանդեպ կարող խիստ եմ դատում, բայց չեմ կարծում, որ այս պահին ես կարամ ինչ-որ արժեքավոր բան գիրք գրեմ, որը որ կարա մարդկանց այդ իմաստությունը տա կամ փորձը տա, հա, կարող գա ժամանակ միգուցե տենց կարծեմ, որ տենց է կիսվեմ, բայց այս պահին չկա տենց միտք։ Շնորհակալություն, շատ մոտիվացնող նույնիսկ զրույցեր ու լիքը մտածելու տեղ էր տալիս, թե այսօրվա, թե ապագայի մասին, շատ մեծ բավարարություններ։ Ձեզ էլ շնորհակալություն հրավերի համար, ես էլ մեծ բավարարություն ստացա մեր զրույցից, ոնց որ հիշելով, վերհիշելով անցյալը, նորից հաստատվելով այն, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, ամեն ինչ լավ է ու ամեն ինչ լավ է լինելու է, այսօր նորից էլի առիթը չկորցնելով, ոնց որ ուզում եմ համ ձեզանից շնորհակալություն հայտնեմ, համ բոլոր այն մարդկանցից, ում հետ որ այդ ճանապարհը անցնում եմ, համ իմ ընտանիքից, որ բոլոր դժվար ու ուրախ, հա, օրերին իմ հետ են, այդ օգնում են, հա, թեկուզ հասկանալով ձեն չեն անում, այդ ամեն ինչի համար շնորհակալություն ու մեծ շնորհակալություն նաև իմ ընկերներին ու ամենամեծ շնորհակալությունն էլ հենց այդ գերբնական աստվածային ուժին, որը որ միշտ ցած վերևից ժպտում է մեր երեսին ու ամեն ինչ հնարավոր է դարձնում մեր համար։